Սա ձեռքբերում է, որը պատմական է, այս մասին ուղիղ եթերում հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թույլ տվեք հիմա համոզմունքով պնդել, որ մտանք մի պատմական շրջափուլի մեջ, երբ պետություն ինքնիշխանություն ունենալը կախված է բացառապես մեր կայացրած որոշումներից, նշել է նա։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Աբդոլլահի Մուսավալի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Իրան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Ժնևում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ։ Հանդիպման ժամանակ նշվել է, որ Բեռնում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ դեսպանություն կհիմնվի։ Ժնևում Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Էլնուր Մամադովի հետ։ Զրուցակիցները քննարկել են բազմակողմ հարթակներում եւ միջազգային կազմակերպությունների շրջանակում վստահության ամրապնդման ուղղված հնարավոր միջոցները։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ տեղեկություններ կան Ռուսաստանի, թուրքական հոսքի եւ Կապույտ հոսքի խողովակաշարերը պայթեցնելու հնարավոր ծրագրերի մասին, նրանք կարծես թե չեն կարողանում հանդարտվել, չգիտեն ինչ անել խաթարելու խաղաղության գործընթացը եւ դրա դիվանագիտական կարգավորման փորձը, ասել է Պուտինը։ Կանանց Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 26-ից 28-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում։ Մեր թիմը կնախապատրաստվի կանանց աշխարհի առաջնության որակավորման փուլի C6 խմբի Ղազախստանի դեմ խաղին, այն կկայանա մարտի 4-ին։